Մեր երկրին անհրաժեշտ է երաշխավորած խաղաղություն, որ պատերազմի դռները մեր ժողովուրդը փակի։ Բարգավաճ Հայաստան կուսակցություն։ Դերասանուհի Լիլիթ Սարգսյանն իր ինստագրամյան սթորի բաժնում առաջին անգամ կիսվել է նորածին բալիկի լուսանկարով։ Կադրն ուղեկցվել է մայրիկի կողմից ընտրած մեղմ երաժշտությամբ, ավելի նուրբ ու հուզիչ դարձնելով այդ գեղեցիկ պահը։ Թեև լուսանկարը կիսատ է, սակայն արդեն նկատելի են փոքրիկի գեղեցիկ դիմագծերը, փոքրիկ քիթիկն ու ընդգծված շուրթերը։ Կարծես նա մայրիկին է նման, սակայն եկեք սպասենք ավելի ամբողջական լուսանկարների, նախքան վերջնական ենթադրություններ անելը։ Հիշեցնենք, ավելի վաղ Star News-ը տեղեկացրել էր, որ լույս աշխարհ է եկել նրա փոքրիկը։ Լիլիթի ամուսինը հրապարակմամբ հայտնել է բարի լուրը, որ նրանք որդի են ունեցել ում անվանակոչել են Ռաֆայել։ Ապրես Ռաֆայելիս համար, սիրում եմ։ Լիլիթն էլ իր հերթին սոցարթակում անկեղծ գրառում էր արել։ Այսօր ունեցա իմ առաջնեկին, այնքան բան ունեմ ասելու, բայց բառեր չկան։ Սա վայելք է, բայց մի վայելք, որը անցնում է սարսափելի դժվար ճանապարհով։ Այս գեղեցիկ եւ կարևոր իրադարձությունը մեծ ուրախություն է պատճառել թե ընտանիքին, թե նրանց հետևորդներին, ովքեր շտապել են շնորհավորել զույգին։ Star News-ը ջերմորեն շնորհավորում է զույգին, մաղթելով փոքրիկ Ռաֆայելին առողջություն ու անհոգ մանկություն։ Հատկանշական է նշել, Լիլիթ Սարգսյանն օրերս իր ինստագրամյան հարթակում հարց ու պատասխանի միջոցով հետևորդներին ասել էր, թե ինչ է լինելու ապագա երեխայի անունը։ Երեխայի անունը Ռաֆայել ենք դնելու։ Անվան ընտրության հարցում տարաձայնություններ ունեցել եք հարցին պատասխանել է, չէ, շատ միաձայն ենք որոշել անունը։ Դերասանուհին բացի այս հարցից անկեղծ պատասխանել էր նաև մի քանի այլ հարցերի։ Star News-ը սիրով առանձնացրել է դրանցից ամենահետաքրքիրները։ Հոգեպես պատրաստ եք արդեն ծննդաբերելուն։ Ձեզ ցանկանում եմ մեծ ուժ եւ Աստված ձեզ պահապան։ Շնորհակալ եմ բարեմաղթանքների համար։ Կարծում եմ, ոչ մի կին հոգեպես պատրաստ չի լինում ծննդաբերությանը։ Եթե սխալվում եմ, ուղղեք։ Ինչքան եք քաշ հավաքել հղիության ընթացքում։ 16 կիլոգրամի վրա կանգնել եմ, բայց ասեմ, որ ես 20:00-ից հետո կատեգորիկ ոչինչ չեմ ուտում ու պարտադիր օրը 2 լիտր ջուր եմ խմում։ Նոր ձեր առավոտ լուսոյի հաղորդումն էի նայում, շատ լավն եք։ Շատ շնորհակալ եմ, երբ հարցազրույցների եմ գնում մաքսիմալ թափանցիկ եմ, խոսում եմ այն, ինչ մտածում եմ։ Անգամ եթե դա շատերին դուր չգա։ Ուտում, իմ մոտ չի ստացվում։ Չգիտեմ, բայց 20:00-ից հետո չեմ ուտում արտահայտությունը չի նշանակում, որ կարող եմ արանքում մի հատ չիպսի հատիկ կամ կոնֆետ ուտել։ Կամ անգամ ուտելիք փորձել։ Հստակ բան չեմ ուտում, միայն ջուր։ Հավատացեք, դժվար է սկզբի 2 շաբաթը, հետո օրգանիզմը սովորում է ու ավտոմատ պահանջ չի լինում։ Ինչպես եք ձեր ամուսնուն ասել հղիության լուրի մասին։ Մենք ու մեր զրոյական ռոմանտիկան, հավատացեք, ոչ մի հետաքրքիր պատմություն չկա դրա հետ կապված։ Ու ես որ փոշմանել եմ, որ ինչ որ հետաքրքիր բան չէի մտածել։ Ուզն արդեն տեղեկացրել էր, որ դերասանուհի Լիլիթ Սարգսյանը երեխայի սպասման գեղեցիկ փուլում է։ Նա այժմ հղիության 3-րդ եռամսյակում է։ Դերասանուհին իր սոցիալական հարթակում հրապարակել էր գեղեցիկ տեսանյութ։ Հոլովակի մեկնաբանության դաշտում օգտատերերից մեկը գրել էր. «Աղջիկ եք ունենալու»։ Ինչին Լիլիթ Սարգսյանը պատասխանել է. «Ոչ, տղա»։ Հատկանշական է նաև նշել, որ հրապարակմանակից դերասանուհին նաև գրառում էր արել։ Վերջապես հասել այն փուլը, որ կարամ երեխայից գրկեմ թե վաղը, թե 3 շաբաթից։ Ու իդեպ ամբողջ հղիության ընթացքում հավաքել եմ 16 կիլոգրամ։ Ու չգիտեմ ինչի հիմա այդ թվերն էլ են ինձ համար շատ սիրուն պատմություն դարձել։ Ուզում եմ ուղղակի շնորհակալություն հայտնեմ սենց արձագանքի համար, որովհետև ես չէի սպասում, որ սենց էմոցիոնալ վիճակ է ստեղծվելու իմ ինստագրամյան հարթակում, հազարավոր նամակներ եմ ստացել, կոմենտներ եմ ստացել անվերջ ու ես դրանց հատ առ հատ պատասխանելու եմ, այնպես որ ուղղակի հիմա ժամանակը չի հերիքում բոլորին անհատապես գրելու, բայց իրոք շատ շնորհակալ եմ սենց արձագանքի համար։ Նշենք, որ Լիլիթն ավելի վաղ ակնարկել էր նորության մասին և հրապարակում արել։ Հրապարակմանակից դերասանուհին գրել է. «Տարին կամաց փակվում է։ Ես խաղաղ, շնորհակալ ու պատրաստ նորին։ Մնացածը թող մնա արդեն նոր տարում»։
Կադրերում ակնհայտ երևում է Լիլիթի գլորիկացած փորիկը, ինչը չի վրիպել հետևորդներից շատերի ուշադրությունից։ Նշենք, որ դերասանուհին ամուսնացել է 2025 թվականի օգոստոսի 9-ին։ Առաջարկում ենք դիտել նաև նրա հարսանյաց արարողությունից կադրեր առանց մեկնաբանության։ Շնորհավոր։ Ուրա! Ուրա, ուրա, ուրա։ Ампуй, ампуй. Не поддержали. Ալեն գեփ։ Դախերը ուր է։ Ոչ թռնելու են։ Բաչարը խոսք դենքեր չան է։ Ու ես է։ Կարելու է։ Պատրաստ։ Հա։ Հաշվեք նա։ Հաշվեք։ 3, 2, 1։ Ուրա։ Ապրե։